Քյորոլին աշուղների գովասանքն է լսում պատանի այվազի գեղեցկության մասին։ Հայը իհարկե չի հասկանում։ Որևէ քրիստոնյայի համար մի քիչ դժվար է սա անցալելը։ Այ Քյորոլի, Ջան Քյորոլի, հայտնի երգը, որով Պեպո կինոնկարը ավարտում է, Մուշեղ Աղայանը, Ղազարուս Աղայանի որդին էլ կինոնկարի մեջ երգում է, այսինքն սովետական շրջանի հայտնի կինոնկարից, որ մեջ բերենք Հենրիկ Հովհաննիսյան նկարը, Ջեքսոն оказался женщиной։ Բարև ձեզ, այսօր նորից մեր հյուրը Սամվել Ռամազանն էր, բանասիրական գիտությունների թեկնածու, արևելագիտության ֆակուլտետի Երևան պետական համալսարանի դասախոս եւ ազգագրության եւ հնագիտության ինստիտուտի գիտաշխատող, եւ այսօր շարունակել ենք նախորդ հաղորդման մեր թեման, անդրադառնալով այլ էպոսի, Քյորողլի էպոսին, որը այսպես ի տարբերություն նախորդ մեր հաղորդմանը քննարկման էպոսի ավելի այսպես ազգայնացվել է տարբեր ժողովուրդների կողմից, ունենալով կենտրոնական մեկ հերոս, այսպես ազնվական կարելի ասել ավազակի կերպարը կամ չգիտեմ տարբեր ժողովուրդների մեջ մի քիչ այլ դրսևորումներ ունենալով, այն ի վերջո տարբեր ժողովուրդներ կարողացել են իրենց սեփական համատեքստով մշակել եւ դարձնել եւ նաեւ իր միջոցով ցույց տալ իրենց ազգային առանձնահատկությունները։ Չեմ ուզում կրկնվեմ, բայց նորից չափազանց հետաքրքիր հաղորդում է ստացվել, անպայման այն դիտեք, անպայման մտածեք սրա մասին եւ նաեւ բաժանորդագրվեք մեր ալիքին եւ նաեւ մեր տելեգրամյան այսպես ալիքին, որտեղ մենք ամեն օր նոր նորություններ ենք դնում հայոց պատմության եւ ընդհանրապես պատմագիտության վերաբերյալ, դիտեք մեր հաղորդումը եւ սիրեք պատմությունը։ Հիմա կուզենամ մենք մի քիչ խոսենք այն մյուս էպոսից, Քյորողլի էպոսի մասին, որը ավելի ուշ է ձևավորվել, չէ՞, ճիշտ եմ պատկերացնում, քան Դեդե Կորկուտը եւ նաեւ իր այդ սոցիալական հիմքն է ուրիշ եւ դրանպես պատմվածքի բնույթն էլ է ուրիշ։ Եկեք մի հատ էլի մեր լսողների համար նախնական չասեմ պատմենք, բայց ներկայացնենք ինչ էր Քյորողլին, ով էր ինքը եւ դրանպես ինչ ձևի պատմություն է դա։ Շատ լավ։ Քյորոլի, Գույրի որդի։ Հիմնականում սա է, այո, հիմքում ընկած այս անվանումը, ավելի ուշ ժամանակահատվածի թուրքական էպոսը, խոսքը ըստ ակադեմիական ընդունված տեսակետի 17-րդ դար եւ ավելի ուշ, մինչեւ 19-րդ, 20-րդ դար կարելի ասել, որ ընթացել է էպոսի զանազան տարբերակների ձևավորումը, Դե բանայությունը անխզելի, անընդհատ շարունակվող գործընթաց է, ըստ երևույթին խոսքը բավական տարածված վիպական ստեղծագործության մասին է, կամ ինչպես գերմանացի թուրքագետ մեծ անուն է, Կարլ Ռայխելն է բնորոշում, էթնիկ եւ լեզվական սահմանների հաղթահարման յուրօրինակ նախադեպ է Քյորոլին։ Ավելի քան 22 ազգային տարբերակներ եւ ասենք Բալկաններից սկսած Փոքր Ասիայով մինչեւ Կենտրոնական Ասիա։ Սա բավական մեծ, ասենք, տարածքներ, տարածքային շարավիղ ունեցող իր տարածվածությամբ էպոս է։ Իհարկե այնպես չէ, որ բոլոր տեղերում նույնն է։ Ըստ էության բաժանվում է երկու խմբի, տիպաբանորեն։ Ես ավելի կողմնակից եմ այդ ակադեմիական բաժանման, ըստ գերմանա-ռուսական հին մոդելի, ակադեմիական ինքս դրա հետևորդն եմ, ըստ այդմ շարադրեմ դա։ Եթե մյուսները շարադրեմ, պիտի ստիպված հերքեմ, նշեմ դրանց խոցելի պահերը, դրա ժամանակը չունենք եւ կարիքն էլ չկա։ Արևմտյան խումբ տարբերակների եւ արևելյան։ Արևելյանները, սկսենք արևելյաններից Կենտրոնական Ասիա։ Թուրքմենական Գորողլի կամ Գյորողլի, տաջիկական Գուրգուլի կամ Գուրուգլի, ուզբեկական տարբերակը կա, նորից Գորողլի, եւ Ղրղզների դեպքում մի քիչ վերապահ լինենք, ղազախական տարբերակը կա, Սիբիրի Տոբորսկի թաթարական տարբերակը կա,
Կարակալպակյան տարբերակ կա Քյորոլի Արեմտյան խումբը արդեն գալիս ենք մեր տարածաշրջան Ատրպատականյան տարբերակ ինչի չեմ ասում ադրբեջանական կանդրադառնանք հիմա թուրքական տարբերակները հայկական տարբերակ կա վրացական տարբերակ դաղստանյան տարբերակ եւ այլն բոլոր տեղերում չէ որ ընկած է նույն առասպելույթը էպոսի հիմքում միֆոլոգիայը եթե արեմտյան տարբերակին ավելի բնորոշ է կույրի որդու առասպելույթը ապա կենտրոնական Ասիայում մենք գործ ունենք ուրիշ արքետիպի հետ այնտեղ կոչվում է գորրոլի գերեզմանի որդի բառացիորեն այսինքն հերոսը ծնվում է մեռած մորից գերեզմանի մեջ դրա համար գյոր-օղլի եւ տաջիկական տարբերակները գուլի կամ գուր-ուգլի գուրը սա է նույն իմաստն է այո սա է կան ուրիշ ասենք շեղված տարբերակներ գարավլի խոսքը խուլի որդու մասին է քյարոլի կարելի ասել կան տարբերակներ որտեղ այս պատմությունը զուգակցում է հերոսի եւ մոր գերեզմանում ծնվելու պատմությունը եւ ասենք կուրացված հորից ծնվել այո սա նույնիսկ այսպես տարբերակներ կան շեղումներ ըստ երևույթին վիպական շեղումներ որ երկու պատմությունները զուգակցում են ինչպես է սկսվել էպոսի ուսումնասիրությունը եթե դեդե կորկուտը մենք ձեռագրերով ենք իմացել եւ հետո ավելի ուշ ժամանակահատվածում կենտրոնական Ասիայում սկսել են գրառել բանավոր պատմություններ, ավանդույթներ, որ շատ հետաքրքիր է ուղղակի, որ այո հասել են մինչև մեր օրերը, ճիշտ է, ամբողջական ցիկլը ասել որ դրանք ընդգրկում են մի քիչ վերապահորեն վերաբերվենք կա մեկ ցիկլ, որ ասում են 16 երկից է բաղկացած, ավելին քան թե Դրեզդենի տարբերակն է։ Քյորոլու դեպքում մենք չունենք նման դեպք։ Կան երգեր, կամ այսպես կոշմա բնորոշ չափով այդ դարաշրջաններին բնորոշ չափով քարյակներ, երգեր ամբողջական դրանք կան, որ նորից հայերը այստեղ պիոներներ են, նորից, չի լինում առանց հայերի ոչի բան, մի խոսքով։ Արեմտյան խմբի բնորոշ է կույրի որդու առասպելույթը։ Արևելյան բռնակալը, տիրակալը, Իրանի շահը, երբեմն նշվում է Շահ Աբասը, Էրզրումի փաշան, նույնիսկ Ստամբուլի սուլթանը ունենում են ձիապան, հավատարիմ ձիապան, ձիապանին կուրացնում են, որովհետև ձիապանը որպես ընծանվեր ներկայացնում է հրաշք քուրակի կամ հրաշք քուրակների, որոշ դեպքերում երկու քուրակ, որոնք որ ծնվել են ծովային հրեղեն ձիու հետ, լճի, ծովի եւ այլ նափին արածող Զամբիկի զուգավորումից։ Այսինքն սա ծովային ձիերի այս հայտնի, այսինքն առասպելն է, որ հայերին չի բնորոշ, մենք չփորձենք հիմիկվանց Քուրկիկ Ջալալին տեսնել այստեղ։ Եվ շահը տեսնում է քոսոտ քուրակին, աչքին լավ չի երևում, անչափես հրամայում է կուրացնել։ Այսինքն ինձ ծաղրի է ենթարկում։ Հրաշք քուրակը սա է։ Ձիապանին հանիրավի կուրացնում են, եւ այստեղից արդեն ձիապանի որդուն Ռուշանին շատ հետաքրքիր բառ է, որովհետեւ հնդեվրոպական անուն է, հնդեվրոպական ցակման, թուրքական էպոս է, բայց հերոսը գլխավոր կրում է հնդեվրոպական անուն։ Բացատրություն։ Ռուշանը անվանում է Քյորօղլի, կույրի որդի, ձիապան հոր պատճառով։ Դե փախուստի են դնում հայրը որդի, ամրանում են բերդի մեջ, ավերակ իր շուրջ ավազակները իր նման խմբավորում, խումբ են ստեղծում, հարձակվում են եւ այլն։ Աղքատներին են տալիս իրենց վերցված հարստությունը, խլված հարստությունը, մի խոսքով բռնակալի մեջ մինչև իր կյանքի վերջը բռնակալի հետ Քյորոլին պայքար է վարում։ Կենտրոնական ասիական տարբերակներում, եթե այսքան համեմատենք, ինչ կերպար եւ այլն,
Արեմտյան խմբի Քյորոլի Ռուշանը ավելի շատ Ռոբին Հուդի կարգի անգլիական հեքիաթների զրույցների հերոս Ռոբին Հուդի կարգի ազնվաբարո ավազակի կերպարն է, դասական ազնվաբարո ավազակ։ Գնում են կենտրոնական Ասիա, արդեն արևելյան խմբի տարբերակներն են, այստեղ Գյորօղլին ինքը ավելի շատ կելտական, բրիտանական ազգերի հերոս Արթուր Թագավորի կերպարի մեջ կարող ենք դիտարկել։ Այսինքն այնտեղ Չանդբիլ երկրի կառավարիչն է, ինչ որ այնտեղ լեռներում կորած Չամլիբել ամրոցը չի, հավազակի նման բան, այլ Չանդբիլ անունով երկիր է, արդարության կատարելատիպ, եւ իրենով պատմությունը չի վերանում, այդտեղ կա, ասենք, գենեալոգական ցիկլ, հա, այսպես փուլաբաժանման կարգով, Քյորոլուն հետևում է որդին, Այվազը կամ Օվեզը, հետո մյուսը, Նուրալին, Ռավշանը 4 սերնդով գնում է։ Այսինքն ինչպես մեր ազգային էպոսի մեջ է, եւ ավելի շատ այնտեղ հեքիաթային եւ այլ այսպիսի բնույթի բաներ կան, տաջիկական Գուրուղլին կամ Գուրգուլին Սամի Եզակի բանահյուսական հուշարձան է, ամբողջությամբ չափածո։ Իհարկե երկվում է իր կառուցվածքով եւ սյուժեով էլ առանձնանում է արևելյան խմբում։ Սա արդեն մի քիչ իրանական պոեզիայի ազդեցությունն է միանշանակ։ Թուրքմենականը, մյուսը, ուզբեկականը, ղազախականը, կարակալպակյանը ամեն մեկն էլ ունեն իրենց ինչ որ առանձին պահերը, որ տարբերակվող գծերը բնականաբար կան, արխայիկ շերտեր, որքան ուզեք, նախաիսլամական շրջան, նույն տարրերը եւ այլն, որ Դեդե Կորկուտի առաջին 4 գլուխներում կան, այո, նույն տարրերը, նույն հերոսները, նույն առասպելական կերպարները կարող են գտնել արևելյան խմբի Գյորօղլու մեջ։ Արևմտյան խումբը ինչով է տարբերվում, որովհետև հիմնականում ընդունված տեսակետը այն է, որ 16-րդ դարավերջի եւ 17-րդ դարի սկզբի ջալալիական հակապետական շարժումներն են այս կերպ արտացոլված էպոսի հիմքում ընկած, որոնց մասնակիցներից մեկը եղել է պատմական Քյորոլի անվամբ գործիչը։ Այս դեպքում կա պատմական նախատիպ, այո։ Եվ հիմնականում ջալալիական շարժումներով այստեղ այսինքն պատմական ատաղծ կա, դրա համար էլ արևմտյան խմբի Քյորօղլու տարբերակները իհարկե անհամեմատ տարբեր են։ Այդ հեքիաթային գիծը, այսինքն չկա, հերոսները իրական գեղեցկուհիների հետևից են գնում, բոլորն էլ մեծատոհմիկների կանայք են բնականաբար, այո, ազնվաբարո ավազակը պետք է մեծատոհմիկ կնոջ առևանգի եւ ամուսնանա։ Արևելյան խմբի տարբերակներում հեքիաթային փերիներ են եւ այլն։ Այսինքն այս տարբերությունը երկու խմբերի մեջ սա է։ Շատ հետաքրքիր է։ Ջալալիների ապստամբությունը եթե նայենք, ի վերջո հայկական լեռնաշխարհի այդ հարավային մասում էր էլի, չէ՞, ճիշտ եմ պատկերացնում։ Այդ հատվածներում էր Ջալալների ապստամբություն տեսեք ամբողջ Օսմանյան կայսրությունը ցնցեց եւ Օսմանյան կայսրությունը միայն հայկական լեռնաշխարհը չէր, ավելի միայն փոքր Ասիան չէր։ Սա Եվրոպայում մղվող պատերազմի արդյունքում ծագած այդ դժգոհությունները եւ այլն եւ դրան հետեւած, ասենք, իրողությունների արդյունքում ծնված շարժում էր։ Այսինքն ընդհանուր առմամբ կապվում է Շեյխ Ջալալի հետ։ Շեյխ Ջալալը սա մի հերթական, ասենք, ավանտյուրիստ էր, որ իրեն հրճակեց քարայրից դուրս եկած Մահդի փրկիչ, ըստ իսլամական, ասենք, դրույթների, Մահդի։ Իհարկե Մահդին շատ շուտ Օսմանյան իշխանությունները բռնեցին, պատժի ենթարկեցին, բայց իր հետևորդներին սկսեցին անվանել ջալալներ։ Ինքը դարձավ նահատակ ինչ որ գործի համար եւ փաստացի ավելի նպաստեց այդ շարժման դարձավ նահատակ, բայց իր անվամբ, ասենք, ջալալիներ մնացորդները, բեկորները Սեբաստիայի հայկական, այսինքն փոքր հայքի եւ Էլբոստանի շրջաններում սրանք շարունակում էին իրենց ավազակային գործողությունները մինչեւ եկավ 16-րդ դարի վերջ։
Արդեն բուն այս պատերազմների արդյունքում, երբ որ սկսվեց ջալալների հակապետական ապստամբությունը եւ հիմնական ապստամբ առաջնորդները դրանք ասենք այնպես չէ որ դասակարգային մոտեցում կար։ Խորհրդային պատմագրությունը այնքան աղավաղել, ասենք ընդգծելու ամեն ինչում դասակարգային պայքարի արկայությունը, որ չէ, այստեղ չկար։ Հիմնականում խոսքը զորահրամանատարների մասին է, բարձրաստիճան պաշտոնյաների մասին է, սրանք էին գլխավորում ջալալների ապստամբությունները տարբեր տեղերում։ Եվ մեր պատմագրությունը, որը չափազանցություն չկա, Քյորոլի էպոսի պատմականությունը անհնար է ուսումնասիրել առանց հայկական աղբյուրների ուսումնասիրության։ Այստեղ հայերը առաջնություն ունեն։ Եվ ասենք ժամանակին, երբ որ սկսվեց Քյորոլու տարբերակների գրառումը, հարցը անմիջապես տրվում էր, ով է այս Քյորոլին, ով է։ Օսմանյան պատմագրություն ունենք, փաստ չունենք։ Օսմանյան պատմագիրները հիմնականում Օսմանյան արքունիքում ծվարած պալատական պատմիչներ էին։ Ասենք հիմա ավելի ընդունված է, մեկը մյուսից արտագրում էին, պլագիատով էին զբաղված։ Վակա նյուվիս կամ ուլեմա դասակարգի պատկանող, ասենք պատմիչներ էին։ Միակը, որ Քյորոլու մասին աղոտ հիշատակություններ ունի, Էվլիա Չելեբին է, որը որ 40 տարի շարունակ Օսմանյան կայսրությունով ճանապարհորդած պատմագիր է, այդ թվում նաև Հայաստանի հայկական տարածքներով, երկու աղոտ հիշատակություն ունի, ինչ որ ուշականունով երգչի մասին խոսելուց, ասում է նվագում էր երգեր հոնում, ոչ պակաս քան Քյորոլին, վերջացավ, չկա, ով էր Քյորոլին, չգիտենք, ով էր այդ գույրի որդին, բայց հասկանում ենք, որ հատկանվան մասին է խոսքը։ Միտեղ ավազակները խես ճանապարհորդում թալանում են, ասում են, «Էս ինչ եք անում», Էվլիա Չելեբին։ Այսպեսի բան նույնիսկ Քյորոլին չի արել, վերջացավ, չունենք, ուրիշ հիշատակություն Օսմանյան պատմագրության մեջ չկա, իրանական պատմագրություն չունենք, ինչ որ թուրքմենական Քյորոլի ցեղ հիշատակվում է, եւ այստեղ կա արդեն հայոց պատմագրական կայուն ավանդույթը, եթե ասենք թուրք ժողովուրդների մեջ բանավոր խոսքը ավելի սա ընդունված էր, ավելի ընդգծված էր եւ միջև հիմա մեծ արժեք ունի, այո, գիտեք հայկական առածկա թուրքն անիծված խոսքը օրնված եւ մեր որոշ շրջանների ասենք ներկայացիչները բնականաբար ինչ որ խոսում էին անպայման սիրում էին համեմել որևէ թուրքական առածով իրենց խոսքը եղել է սա բայց եթե խոսում ենք պատմական գիտության մասին բանասության մասին այստեղ հայոց պատմագրական ավանդույթը կայուն ուղղակի դերակատարությունը ցուցաբերել է Առաքել Դավրիժեցի 17-րդ դար հիշատակում է բոլոր Քյորոլի առաջնորդներին համենայն դեպս չափազանցություն կնի լավ ասենք որ առաջին շրջանի առաջնորդների անունները ցանկ է տալիս Կարա Յազычի Դելի Հասան Յուր եղբայրը եւ այլն գալիս է շատ դժնդակ մականուններով առաջնորդների անուններ ասենք կան այնպիսի անուններ որ հայերեն նույնիսկ այսօր ասենք բարեվարկության տեսակետից չի կարելի թարգմանել ուղղակի խոսքը ավազակապետերի մասին է վերջ եւ գալիս է Քյորոլի այսան Քյորոլին է որ բազում խաղի ասացյալ զորայժմ աշեղներին եղանակ են եզակի վկայություն է գալիս է հաջորդ առաջնորդներից Գզիրօղլի Մուստաֆա սա այն Մուստաֆան է 1000 մարդ ունեցող քուրդ առաջնորդի մասին է խոսքը որ Քյորոլին ընկեր է եւ Քյորոլին բազում տեղերում իրեն հիշատակում է այսինքն երբ որ հայ ուսումնասիրողները անդրադարձան Քյորոլու խնդրին եվրոպացիների համար եւ որովհետեւ եվրոպացիներն էին այդ ժամանակ զբաղված այդ խնդրի ուսումնասիրությամբ բուն թուրքերը շատ ուշ շրջանում սկսեցին անդրադառնալ իրենց էպոսին եվրոպացիների համար սա հայտնություն էր իսկ կա պատմական նախատիպը գործել է այս ժամանակահատվածում հետո արդեն ավելի ուշ շրջանում սկսեցին ուսումնասիրել Օսմանյան սուլթանական արխիվը եւ այնտեղ գտան բազմաթիվ հրամանագրեր բարձում է այո եղել է Քյորոլի անունով ավազակապետ գործել է ասենք ավելի շատ Բալուի շրջանը նշենք Բոլուի շրջանը
Այնտեղ նույնիսկ նշում է որ գյուղից, Սայեկ գյուղից, թուրքմենական գյուղ եղել, հետեւաբար այդ որոշ տարբերակներում հերոսին վերագրվում է թուրքմենական ծագում, նույնիսկ ասենք ադրբեջանական տարբերակում ասում է Քյորօղլին թուրքմեն էր։ Թարաքյամա, այսինքն արաբերեն անվանումն է թուրքմենների, Թերեջիմե, Թերեքիմե եւ այլն։ Պատմական նախատիպը գտնվեց։ Գործել է Քյորօղլին այս տարածաշրջանում։ Ոչ։ Որտեղ է գործել։ Փոքր Ասիա։ Որևէ վկայություն մենք չունենք, որ Քյորօղլին Կովկաս է եկել եւ այլ եւ այլ եւ այլն։ Ջալալների շարժումը իհարկե նույնիսկ կրկնվեմ, բավական տարածված էր։ Ամբողջ Օսմանյան կայսրության տարածքում ջալալները գլուխ էին բարձրացնում, միտեղ հանգում էր աստամբության կրակը, մյուս տեղում էր վարվում։ Օսմանյան զորքերը ուղղակի չէին կարողանում։ Եվ սուլթանը դիմեց որոշ միջոցների խաղացնելու համար, ոմանց պաշտոններ շնորհեց, այնտեղ շարունակեցին իրենց ավազակությունը, կամայականությունները, ոմանց ուղարկեցին Իրանի դեմ պատերազմի, մի մասը այնտեղ ոչնչացավ, շատ հաճախ հենց առաջի, այսպես ասենք, փաղանգը ջալալի առաջնորդներն էին, որ Բաշի Բոզուկի դեր կատարեն, հենց առաջի հարվածը իրենք ընդունեն, իրենք էլ ոչնչացվեն։ Սուլթանի համար անշուշտ սա օգտակար էր։ Եվ մեր պատմագրության մեջ պետք է չմոռանանք նաև մանր ժամանակագիրներին, Գրիգոր Դարանավցի Եզակի վկայություն ունի էպոսի գլխավոր անձանցից Մուստաֆայի մասին, Քյորօղլու զինակիցն էպոսում, Եզակի վկայություն, որ ուրիշտեղ չենք հանդիպում, այլ աղբյուրներում, մանր ժամանակագիրները, սա հայկական ֆենոմեն է, ինչ որ տեսան, լսեցին, պետք է արձանագրեն հայ ժամանակագիրները, հիշատակարանների վերջում գրեցին եւ այլն, թիվը գրվեց 1591 թվական, Քյորօղլին, Գզիրօղլի Մուստաֆան ապստամբեցին, Եզակի վկայությունը, նույնիսկ ապստամբության թիվը կա նշված։ Այսինքն Քյորօղլու պատմականությունը մի քիչ բանահյուսությունից անդին, ասենք պատմականությունը, ուսումնասիրությունը առանց հայկական աղբյուրների անհնար է, ես բավական երկար եմ զբաղվել այդ հարցով, բավական մեծ գրականություն կա, եթե նախկինում միայն գիտեինք Առաքել Դավրիժեցի, հիմա այսպես ասենք, մեծ թվով մանր ժամանակագրություններ կան, որ հենց Քյորօղլու կամ որևէ զինակցի մասին էպոսում, այսինքն կերպարներ հանդիսացող Քոսա Սաֆար, Գզիրօղլի Մուստաֆա եւ այլն, Դելի Հասան, բազմաթիվ վկայություններ կան, հայկական պատմագրական նյութը մեծ հնարավորություն է տալիս այսօր։ Հենց առաջերտին այդ էպոսի հետազոտողներին պատմականության առումով։ Իսկ էպոսը փաստացի ես ճիշտ եմ հասկանում, որ ինքը մի ընդհանուր համահավաք չի կարող ունենալ։ Ամեն մի տարբերակ, ամեն մի ժողովուրդը, ամեն մի տարբերակը իր յուրահատուկ ձևով է դա պահպանել, հա։ Երևի ես ավելի լավ չեմ ձևակերպի, եթե ոչ կրկնեմ ակադեմիկոս Վիկտոր Ժիրմունսկու ժամանակին ասած կարծիքը, որ էպոսի որևէ ազգային տարբերակ պատկանում է այն ստեղծած ժողովրդին։ Եվ համահավաք տարբերակ թերևս բնորոշ է, ասենք, շատ քիչ ժողովուրդների, որ ունեն Քյորօղլու էպոսի թուրքերը, թուրքմենները, ադրբեջանցիները, տաջիկները, Գուրգուլիով, սա դժվար հարց է, որովհետև ընդհանուր վերազգային տարբերակ չի կարող ուղղակի լինել։ Ամեն ժողովուրդ էպոսը ձևավորել է, շարադրել է իր պատկերացումներին, իր սկզբունքներին եւ պատմական իրողություններին համապատասխան իհարկե։ Մեր հայկական Քյորօղլին, հայկական պատումների Քյորօղլին իհարկե չի կարող շփման մեջ մտնել, ասենք, շատ դեպքերում։ Մեր դրացիների տարբերակների մեջ դրսևորվող Քյորօղլու կերպարի հետ շատ բաներ մեր համար անընդունելի են։ Եթե ասենք սովորական է մարդ սպանելը, թալանել, կողոպտել, հայկական Քյորօղլու մոտ սա մեղմացված է։ Եթե չասենք, ասենք որոշ պատկերներում իհարկե զեղչված են այդ բառերը, որովհետև սա անընդունելի է։ Հայ ասացողը, բան ասածը, ինքը չէր կարող նման բան շարադրել, որովհետև Քյորօղլին հայ էր։ Ամեն ազգ իր ազգությունը վերագրում էր այդ հերոսին։ Ու փոխվում էր կախված ազգային ընկալումներից, լավի ու վատի, բարի ու չարի ընկալումներից, էլի։ Բնականաբար, ասենք, տեսեք,
թուրքական աշխարհ։ Ահա։ Եթե վերցնենք 9-րդ դար, արաբական պատմիչ Իբն Ֆադլան, ինչ է գրում թուրքերի մասին, դա հաշվի առնենք եւ հետո գանք ջալալների շարժում, իրենց վերաբերմունքը, կենցաղավարությունը, սա թուրքերին բնորոշ պահեր են, մենք երբեք դա չենք հասկանա, անկալելի չի լինի։ Հետևաբար, եթե մեր հայկական դիտանկյունից սկսենք քննել մյուս ազգային տարբերակները, մենք ուղղակի չենք կարողանա որևէ հայտարարի գալ։ Դա անհնար է որևէ հայտարար գտնել տարբեր ազգային տարբերակների միջև։ Ուղղակի անհնար է։ Ես մեկ մանրամասն նշեմ եւ անցնենք առաջ։ Այվազի կերպարը։ Շատ տարիներ առաջ բավական երկար աշխատելուց հետո տպագրեցին կարևելագիտական արևելագիտության հարցերի ժողովածում Որթեգրի կերպարը Քյորոլի էպոսում։ Քյորոլին իհարկե Որթեգիր, շատ տարբերակները Որթեգիրների մի քանիսն են, բայց ամենահայտնին Այվազի կերպարն է։ Եվ արևմտյան խմբում Այվազ, Էյվազ եւ այլ եւ գնում ենք արևելյան խումբ կենտրոնական Ասիա, Օվեզն է հայտնի թուրքմենական պատումների մանավանդ կա, այս Որթեգրի կերպարը կա։ Հիմա ինչպես տարբերակներում Քյորոլին աշուղների գովասանքն է լսում պատանի Այվազի գեղեցկության մասին։ Հայը իհարկե չի հասկանում։ Որևէ քրիստոնյայի համար մի քիչ դժվար է սա անցալելը։ Հանգիստը կորցնում է։ Գնում է, գտնում է հիմնականում խոսքը մսագործի Կասաբբաշի որդի 14-ամյա Այվազի մասին է, հիանում է գեղեցկությամբ, ինչ որ պատրվակով ներկայանում է որպես ոչխար ծախող, առևանգում է պատանուն եւ բերում է Չամլիբել մի խոսքով ու նոր արդեն հանգստանում է Քյորոլին, այսպես ասենք։ Եւ նոնսենս է այն դեպքում, երբ որ ասենք սկզբում առևանգում է Այվազին, հա, գեղեցիկ գեղերես պատանուն, հասկանալի արդեն։ Ինչի համար, որտեղ սա թուրքական էպոս է, նկատի առնենք։ Եվ հետո գալիս է գեղեցկուհի Նիգյարի առևանգելու պահը։ Սա նոնսենս է, իհարկե։ Իհարկե որոշ տարբերակներում այնպես չի, որ միշտ այդպես է։ Սկզբում Նիգյարն է, հետո արդեն գալիս է որոշակի բացատրություն։ Անզավակ էին։ Որոշեցին մի հոգեզավակ ունենալ, ասենք մեր Խոյ Սալմանստի տարբերակը միակ հրատարակված Քյորոլու այդպես է։ Երեխա չունեցան, Ռուշան Քյորոլն եւ Նիգյարը որոշեցին մի հոգեզավակ ունենալ, մեկին որդեգրել, հոպա, Այվազը հայտնվեց։ Հա, որը ավելի բնական միջավայրի մեջ տեղավորվում է, էլի։ Այո։ Ասենք թուրք ասացողի համար սա որևէ բացատրության կարիք չկա, ինչու Քյորոլին առևանգեց Այվազին։ Ինչ Որթեգրի մասին է խոսքը, երբ որ ասենք ինքը արդեն կոնկրետ ինչ որ մեկի որդին էր կամ ավելին, մյուս տարբերակներով կա, որ ինքը արդեն որդեգրված էր։ Մսավաճառի այդ Կասաբբաշի կողմից այդ դեպքում առևանգման, այսինքն չի ընկալվում սա, չի հասկացվում։ Արևելյան պատումներում էլի զանազան, էլի ձևերով զանազան փոփոխակներ, վարիացիաներ եւ այլն, բայց սա իհարկե հայ ընթերցողի համար սա բավական, ասենք, լուրջ խնդիր է հանգեցնում այն աշխարհի, որ ասենք ձեզ օրինակը բերեմ 1721 թվականին Էրզրումցի խոտորջուրցի Եղիա Մուշեղյանը ճանապարհորդ Թավրիզում մնալով 13 կոշմա խաղ է հայատար թուրքերենով արձանագրում։ Ну, մի քիչ ասենք տեղի թուրքերենի, որ թյուրքի է կոչվում, հա, ասենք նման է եւ ներկայիս թուրքերենի եւ ադրբեջաներենի, բայց ինքն էլ առանձին լեզու կարելի անվանել թյուրքի, արձանագրում է։ Սա առաջին արձանագրված, գրավոր արձանագրված Քյորոլու խաղերն են։ Նորից հայց է սկսում։ Եղիա Մուշեղյանը առաջին բանահավաքն էր, որը 1721 թվականին երբ խաղից երաշտականաց, այդպես ուրեմն տաղարանը իր վերնագրել է, եւ այնտեղ կա խաղ։ Քյորոլին գովերքում է իր սիրեցյալին։ Ուրեմն բնագրում գրված է Այվազ Քյորոլուն Յարիսան,
Այվազ դու քյորոլու յարն ես։ Սովետական շրջանում մեր ուսումնասիրողներից Գաբրիել եւ Աբրահամյանը 1994 թվականին Մոսկվայի արխիվներից գտնում են այս տաղարանի բնօրինակը, այնտեղ երկար պատմություն է, Մուշեղյանը ձերբակալվում է Ռուսաստանում, արգրավում են, ձեռագրերը հանգրվանում են Ռուսաստանի արտգործնախարարության արխիվում եւ վերցանում են։ Այսինքն պետք է հրատարակվի բնօրինակը։ Սա աբսուրդ է թվում իրենց։ Հա։ Եվ միանգամից փոխում են։ Նիգյար Քյորոլուն Յարիսան։ Այսինքն Քյորոլու հայտնի կնոջ անունը ներմուծվում է բնօրինակ տեքստ։ Բայց բնօրինակում Այվազը չէր կարող հայ մասնագետը նման բան ընդունել։ Վերջ-վերջո սովետական միություն, խայտարակություն։ Թուրք մասնագետների համար այստեղ խնդիր չկա, խնդիրը միանգամայն պարզ հասկանալի է, երբ որ արտատպում են արդեն Եղիամ-Մուշեղյանի այս խաղը, բնօրինակի համաձայն Այվազ Քյորոլուն Յարիսան։ Այսինքն են սովետական շրջանի հայտնի կինոնկարից, որ մեջ բերենք Հենրիկ Հովհաննիսյան նկարը, Ջեքսոն оказался նորմալ, հասկանալու երևույթ է։ Դրա համար նույն զուգահեռները մենք չենք կարող գտնել ազգային տարբերակներում։ Այսինքն ամեն տարբերակ խտացնում է իրեն ստեղծած ժողովրդի սկզբունքները, կենցաղավարությունը եւ այլ եւ այլ եւ այլ։ Հայկականը կա տպագրված, ով է առաջինը փաստորեն հայկական տարբերակը ով է հավաքել, ով է տպագրել, կա ունենք այդ բանը։ Բավական խորքային հարց եք տալիս։ Ձեր խոնարհ ծառան հիմա գիտական խմբի ուժերով մենք ուսումնասիրում ենք էպոսի հայկական պատումները։ Հիմնական նպատակը սա է։ Ընդհանուր գիտական աշխարհում եւ թուրքագիտության մեջ էլ մասնավորապես ընդունված է հայկական տարբերակ, այո, գոյությունն է այս էպոսի։ Բոլորը սա ընդունում են հայկական տարբերակի գոյությունը։ Նույն թուրքերը ընդունում են միանշանակ։ Կա հայկական տարբերակ։ Բացատրությունը, թե որն է հայկական տարբերակը, մենք չունենք այդ գիտնականների կողմից։ Եվ թուրք, եւ եվրոպացի եւ ամերիկացի չունենք այդ բացատրությունը։ Շատ քիչ դեպքերում վկայակոչում են։ Այսինքն վկայակոչում է Ղազարոս Աղայանի 3 դրվագները, մշակումները։ Քյորոլին կալանավոր, Քյորոլու սուրը, սրանք մշակումներ են։ Հայ գրողը մշակել է եւ նշում է, որ մշակել է հայերի մեջ շրջող զրույցները Քյորոլու մասին։ Դրա համար ասենք այնտեղ ինքը վերապահում ունի, ինքը հոր կուրացման պատմությունը Աղայանը չի տվել։ Բնականաբար իմացել է, չի տվել։ Ինքը տալիս է մեկ ուրիշ տեսակետ, որ խորողլի է, այսինքն հայ խորի որդին է, այնտեղ խորխորումների հետ են կապվում եւ այլ եւ այլ եւ այլն։ Սա բնականը մյուս ազգային տարբերակներում էլ կա։ Դրա համար այն մյուս տեղերում էլ ասենք գուրողլի է, գերեզմանի որդի է, ամեն մեկի ազգային մեկնակերպը ունի էպոսի տարբերակի համար։ Ղազարոս Աղայանի մշակումները հայկական տարբերակ չեն։ Մենք ունենք աշուղական մշակումներ։ Խոսքը երկու աշուղների մասին է։ Աշուղ Ջամալին եւ Շարատալյանի հայրը, մեր հայտնի երգիչ, եւ Աշուղ Խայաթը, դերձակ, այսպես ասենք։ Թյուրիմացաբար կամ առանց ուղղակի բավարար գիտական մոտեցման մեր այս երկու աշուղների ստեղծած 4 հրատարակությունները ընկալվում են որպես հայկական տարբերակ։ Սա այնքան տարածված մոլորություն է, որ նույնիսկ ասենք մեր իրականությանը բնորոշ է, թե մենք ինքներս պետք է հասկանանք սա։ Խնդիրը ինչու՞մ է կայանում։ Այո, պետք է ընդունենք, որ Քյորոլու մասին զրույցները բավական տարածված էին։ Այնպես չի, որ հայերը չպիտի ընդունեին որպես հզոր քաղաքակրթություն, ավանդություն ունեցող, սասնածռեր ունեցող։ Նայեք, պարսիկները, իրանցիները շահնամե հզոր բան ունեն, հզոր բանաստեղծներ ունեն, հա, Հաֆեզն է, Սաադին է եւ այլն, իրենց մոտ էլ է սա եղել։ Հույները շատ քիչ տարածված բան է, կար հունական Քյորոլի։ Կիպրոսում կա Քյորոլու տարբերակ, միտեղ Քյորոլի է, միտեղ Քարքողլի է եւ նորից իրենց այդ ազգային մեկնաբանությամբ, որ
քրիստոնյա էր, հույն էր, իսլամ ընդունեց, բայց միշտ էլ հանդես էր գալի որպես քրիստոնյաների պաշտպան։ Եվ սա այս նույն բանը մենք կարող ենք գտնել նույնիսկ Քյորոլու առաջին գրառման մեջ Ալեքսանդր Խոսկոյի, որին կանդրադառնանք երևի թե նորից նույն բանը կա։ Եվ այսինքն այստեղ խնդիրը գիտեք որն է, որ ամեն մեկը իր մեկնակերպի բացատրություններ մտցնում եւ հետեւաբար այդտեղ պարզաբանումներ, սահմանափակումներ մտցնել մենք ուղղակի չենք կարող։ Հայկական տարբերակը միանշանակ այս աշուղներինը չի։ Աշուղները կատարել են որոշ առաքելություն, ազգը տարածված էր եւ ազգը երգում էին, պատմում էին թուրքերեն լեզվով։ Մենք ունեցել ենք աշուղական դպրոցներ, աշուղական դպրոցների լեզուները հիմնականում պարսկերեն, թուրքերեն, վրացերեն։ Եվ առաջին աշուղը, որը որ որոշ չափով հայերեն խաղեր գրեց, Սայաթ Նովան էր, գիտեք։ Հա։ Բայց իհարկե վրացերեն եւ թուրքերեն խաղերը իհարկե երբեմն անցնում է քանակը հայերեն խաղերից։ Ջիվանին առաջին հայ գրողն էր, որը թուրքերեն խաղեր չի գրել։ Ջիվանին ինքը օգնեց Աշուղ Ջամալիին, իր բարեկամ, ազգական, որպեսզի Աշուղ Ջամալին հայերեն փոխադրի, այսպես ասենք, իրենց բառն եմ օգտագործում, որովհետև Տիտղոսաթերթի վրա գրված է։ Տաճկերենից փոխադրեց Աշուղ Ջամալին։ Այսինքն հասկանալի է, մարդը նույնիսկ նշում է աղբյուրը։ Արտեմ Աբալյան, որ հայտնի էր Թուրքիայում որպես Օսմանյան կայսրության ներողություն, Աշուղ Զուլալ։ Հիմա էլ Թուրքիայում իրեն ընդունում են որպես թուրք աշուղ։ Դա Թուրքիայում սովորական պրակտիկա էր։ Հայ աշուղը մահանում էր, ասում էին մայից առաջ կրոնափոխ եղավ, իսլամ ընդունեց եւ իսլամական գերեզմանոցում էր թաղում։ Վերջ, այս մարդու ստեղծագործություն թուրքերեն է, որովհետեւ թուրքերեն էլ ստեղծագործել է, խնդիր չկա։ Եվ ներս աշուղները ստեղծեցին մեկ նպատակով, որպեսզի հայ մարդը լավ ընդունելեք այդ ազնվաբարո ավազակի կերպարը, գոնե հայերեն կարդացեք։ Հայերեն արեք։ Եվ հիմնականում Աշուղ Ջիվանին, Գուսան Ջիվանին այս խնդիրը հասկանալով նույնքեպ եւ Ղազարուս Աղայանը նպաստեցին, որ սա հայերեն թարգման եւ տպագրվի։ Երգերը իհարկե ժողովուրդը շարունակում էր երգել թուրքերեն։ Եվ սա միայն հայերին չի բնորոշ։ Կան քրդական պատումներ, երգերը թուրքերեն են։ Կան նորից մյուս ժողովուրդների մոտ երգերը թուրքերեն են։ Ղազարուս Աղայանը տվեց օրինակ։ Նվեր մեր աշուղներին, բավական է հայերեն գրեք։ Եվ Այ Քյորոլի, Ջան Քյորոլի, հայտնի երգը, որով Պեպո կինոնկարը ավարտում է, Մուշեղ Աղայանը, Ղազարուս Աղայանի որդին էլ կինոնկարի մեջ երգում է, սա մի այնպիսի մի ստեղծագործություն էր, որ հայերի մեջ բավական տարածված էր, նույնիսկ օպերային մակարդակի, օպերային երգիչներն են երգում, այսպես պաթոսով Այ Քյորոլի, Ջան Քյորոլի, եւ հայկական տարբերակ չի որևէ մեկը, հայկական տարբերակը այն է, որ ժողովրդի բերանից բանահավաքները գրառել են։ Առաջին հրատարակված եւ առայժմ կարելի ասել նաեւ միակ Գեգամ Թարվերտյան Արտաշատից բանահավաք 1912 թվականին Խոյ Սալմանստի կամ ինչպես այն ժամանակ նշվել է Ուրմիայի բարբառով մի ամբողջական ցիկլ է չափածո բոլոր, այսինքն գլուխները կարելի ասել կան դիպվածները Քյորոլու էպոսի բնորոշ մենք մեծ քանակությամբ պատումներ ունեցել ենք գրառված 30-ից ավել նշում են։ Հիմա մեր գիտական խումբը զբաղված է դրանց ուսումնասիրությամբ, մանավանդ որոնք որ հայկական նյութ են, այսինքն որոշ մասում Քյորոլին հայ է, Հարությունի որդին է, Արշամի որդին է, Ձին Վանի տարածաշրջանում Արճակի լճից է ծնվում, Նազուկ եւ Խաչլու գետերի հետ, լճերի հետ է կապվում, ծովային ձիու ծնունդը ճիշտ նույնպես ինչպես Սասնածռերի Քուրքիկ Ջալալին։ Շատ հետաքրքիր է, հա։ Եվ գործողությունները տեղափոխվում են վասպուրական աշխարհ։ Իսկ այդտեղ թուրքական միջավայր չկա։ Հայ ժողովուրդը սա ազգանացրել է։ Ճիշտ այնպես, ինչպես Շահնամեն մենք ունենք հայկական Ռուստամ Զալ, դյուցազներգություն, որ մեր հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը ժամանակին հրատարակել է բոլոր պատումները,
Լուսահոգի Սարգիս Հարությունյանի խմբագրությամբ եւ վերնագիրը որոշվել է հայ-իրանական դյուցազներգություն։ Մի քիչ իհարկե որոշ իրողություններ հաշվի առնելով նույն ճանապարհին մենք չենք կարող հետևել, բայց օրինակը 100-ից 100 նույնն է։ Կան հայկական պատումներ, այո, սա հայկական նյութ է, հայ ժողովրդի ստեղծածն է եւ իհարկե սրանք են հայկական տարբերակները, որոնք որ մեծամասամբ անտիպ են եւ հիմա մենք զբաղված ենք դրանց տեքստաբանական ուսումնասիրությամբ ունենք իհարկե այս օրերին ոչ բնորոշ լավ նորություններ, ունենք մարդիկ, ովքեր որ մինչև հիմա պատմում են, գրառվել են արդեն շատ պատումներ կենթանի բանասացներից, որովհետև գիտեք շատ դժվար է այսօր գտնել այդպիսի ավանդույթ կրողների, կորում է, հա։ Հայկական տարբերակը սա է եւ մեր խնդիրը հիմնական դա է, որ հայկական տարբերակը վեր անենք, մենք հասկանանք, մենք ինչ ունենք, եւ հետո արդեն գիտական աշխարհում պետք է սրբագրվի։ Այս աշխուղական փոխադրությունները համարել հայկական տարբերակ իհարկե չի կարելի։ Հասկանում։ Հա, իսկ կարող եմ ես մի քիչ երկշեղում ենք այդ բանից, բայց կարող ենք ասել, որ այս աշխուղների արածը դա ոչ միայն այդ գրական ստեղծագործության մասն են խոսում, այլ երաժշտական նաև երաժշտագետներն էլ կարող են դրանով զբաղվեն, որպեսզի ասենք հետազոտություններ անեն այդ նույն էպոսի աշխուղների, չգիտեմ, երկերի հիման վրա, հա։ Այսպես թե այնպես, որևէ մեկը անկախ նրանից հայ է թե ոչ, եթե սկսի քյորոլու խաղերի երկերի ուսումնասիրությունը, նորից գալիս է հայկական միջավայր Եղիա Մուշերյան, արդեն հիշատակեցի, իր տաղարանից ենք սկսում քյորոլու խաղերի ուսումնասիրություն, 13 խաղ հայատար թուրքերեն արձանագրված կա եւ սա նախաձևերն են, որովհետեւ առաջին գրառումն է եւ այս հիմնակմախքը այս երկերի մենք նույնիսկ թուրքմեն բախշիների թուրքմեն աշխուղների երկացանկում նույն ձևի ունենք երկեր կրկնվում են ամբողջական տողեր, քառյակներ թուրքմեն բախշիների մոտ կրկնվում են իհարկե ունենք որոշ թվով ձեռագիր պատառիկներ քյորոլու խաղերի նորից հայատար թուրքերեն ուսումնասիրված չեն մեր խմբի ուժերով այդ ձեռագրերը այսօր ուսումնասիրվում են իհարկե համապատասխան գիտաքննական վերլուծություն պետք է իրականացվի հետո արդեն բերենք տեքստաբանական նորմալ վիճակի հուսով եմ ժամանակը կգա մենք կներկայացնենք հանրության այս արդյունքները երաժշտական առումով նորից մի այնպիսի արմատավորված երևույթ է ուղղակի հիմա արդեն անդրադառնում այո երաժշտական քյորոլին սա կա եւ սա այնպեսի մի թնջուկ է եղել որ նույնիսկ քյորոլու կերպարը փորձել են տարանջատեն առանձին ավազակ քյորոլի առանձին աշխուղ քյորոլի կա թուրքմեն մեծ գիտնական էպոսի խոշորագույն հետազոտողներից ակադեմիկոս Բայ Մուհամեդ Կարիևը լուսահոգի ինքը վերջակետ է դրել ասել է արևելքի մեծ ռազմիկները հաճախ նաև մեծ բանաստեղծներ էին երկատել քյորոլու կերպարը ավազակին ազնվաբարու առանձնացնել երաժիշտ աշխուղ այսինքն իմպրովիզատոր հա կարելի ասել համապատրաստից երգիչ քյորոլուց ոչ ճիշտ չէ թեև ամբողջական ուսումնասիրություններ կան այս թեմայով եւ մենք ունենք Դավրիժեցու այդ վկայությունը ավետիք ժամանակագրի վկայությունը Ջալալի քյորոլին որպես աշխուղ քյորոլի բավարար է մեզ սա այո քյորոլու երաժշտությունը տեսեք հիմնականում եղել է թուրքերեն մենք ունենք վկայություններ հայերեն լեզվով այո խաղերի մասին ցավոք սրտի պահպանված տեքստեր շատ չունենք հիմնականում հայատար թուրքերենով են արձանագրված դրանք ժամանակակից դրսևորումներով այսպես ասենք Արմեն Տիգրանյանը մեր նշանավոր երգահանը Անուշի հեղինակը մինչև Անուշին անդրադառնալ արդեն այո արևելյան թեմաները իրենց զբաղեցրել են արևելյան սիրավեպեր եւ այլն 30-ականներին սկսում է քյորոլի օպերայի
Քյորոլի օպերայի ձևավորումը, այսպես ասենք, Վահան Տեր Առաքելյանի հետ, Կոմիտասի աշակերտ, հայկական բանակի գնդապետ էր նախկինում, Վահան Տեր Առաքելյանը գրում է օպերայի լիբրետոն։ Տիգրանյանը բավական մոտ էր, որպեսզի օպերան գրվեր։ Ունենք պատառիկները, որ այսօր պահպանվում են արխիվներում, ես ուղղակի որքան որ կարողացել եմ ուսումնասիրեմ, նույն ճանապարհով էր ընթանում Արմեն Տիգրանյանը։ Քյորոլին հայ էր, ծագումով հայ էր, հայրը հայ էր, երբեմն ծպտվում է Արմեն Իշխանի անվան տակ է գնում բռնակալների հետ հանդիպման, այսինքն այդտեղ համընդհանուր հայտնի այդ արևելյան սյուժեն չկա, հայացված է, հայկականացված է։ Նորից նույն ասենք հայացման ճանապարհով էր գնում մեր հայտնի կոմպոզիտորը։ Ցավոք սրտի սա ժամանակահատված էր, երբ որ կենտրոնից որոշվում էր մեկ ժողովուրդ, մեկ էպոս։ Որոշվեց, որ Քյորոլին պետք է հանձնվի հարևան Ադրբեջանին։ Ավելին, մենք ունենք ուսումնասիրողներ, ասենք հայտնի ուսումնասիրող ենք ունեցել ժամանակին Ստեփան Կանայանց։ Ստեփան Կանայանցի կյանքի գործն է եղել, ես կարող եմ վստահաբար ասել, Քյորոլու պատումների գրառումը եւ մարդու ունեցել է մեկ նպատակ՝ Քյորոլու հայկական համահավաք բնակրի պատրաստությունը։ Չի կարողացել օգտագործել, հիմա մենք չգիտենք լավ էր, վատ էր, ինչ ձևով օգտագործել, ինքն էլ իր ծայրահեղություն ուներ, որովհետև ամեն ինչի մեջ հայկական նյութ, այո, Քյորոլին Արշակ երկրորդն է, որովհետև նույն կույրի որդու առասպելույթն է, ձիու պատճառով հորը կուրացրեցին, բայց սա պետք է նկատի ունենալ, որ խեթական ժամանակահատվածից մենք ունենք Իլույանկա օծի պատմությունը առասպելը, որ նորից կուրացման հետ է կապվում, որդին պայքարում է, հոր աշկեր հետ է բերում եւ այլն, հետո մենք ունենք Արամի ավանդազրույցը, որ նորից իր հոր աշկերը հորը կուրացնում են եւ վերջիվերջո կա Հերոդոտոսի մոտ պահպանված սկյութների մասին այդ ավանդազրույցը կույրերի որդիների մասին, նորից ձիու հետ, ձիաբուծության հետ կապված, որովհետեւ չիմանան թե ձիերից կաթ ինչպես են ստանում, ստրուկների որդիներին, ստրուկներին կուրացնում են։ Կույրերից ծնվում են որդիներ, որոնց ասում են կույրի որդիներ։ Նույն Քյորոլին այսինքն։ Եվ գալիս ենք Փավստոս Բյուզանտ, Արշակ երկրորդ տիրանարքային ձիու պատճառով Պարսից մարսպանը, որպեսզի այդ հրաշք օթագնաց ձիուն տար, չտվեց, փոփոխակը տվեց, կուրացրեց։ Արշակը դարձավ կույրի որդի եւ ամբողջ կյանքը վրեժ էր լուծում պարսիկներից։ Իսկ նույն Քյորոլու մոտիվն է եւ Հայկ Բերբերյանը, արևելագետ, մեր հայտնի ֆրանսահայ, ունի այդ փոքր գրքույկը 30 թվականին Փարիզում հրատարակված Արշակ երկրորդ եւ Քյորոլի բավական մեծ արժեք ուսումնասիրություն է իրականացրել, հիմնվելով սկզբնաղբյուրների վրա։ Ասենք, տեսեք, մեր մոտ ռուսական կայսրությունում, Արևելյան Հայաստանում հիմնական ուսումնասիրությունները իրականացվում են Քյորոլու ռուսերեն թարգմանության հիման վրա, որը որ իհարկե հայկականության կորուստներ էր արձանագրել, այդ տեքստում որտեղ որ հայը գրված էր, թարգմանիչը կամ խմբագիրը կամ այականորեն երկու դեպքում հայը դարձրել է քրիստոնյա, երկու դեպքում դարձրել է մուսուլման։ Հայ չկա այնտեղ։ Եվ Բերբերյանի աշխատության ամենակարևոր պահը դա է, որ սկզբնաղբյուրների հիման վրա է վերլուծություն իրականացնում։ Բայց Կանայանցը մի քիչ ուրիշ դեպք էր։ Կանանցի մոտ մի քիչ շատ նույնացումները ավելի շատ ծայրահեղ եւ կամայական բնույթ էին կրում։ Վերջի մարդը զբաղվում էր վերիվարով, տարբերակների հայտարարմամբ։ 30-ական թվականներին գալիս է Հայաստանի կոնկուրսի կենտկոմի որոշումը, ընկեր Կանայան Բաքվում արդեն զբաղվում են այդ էպոսով եւ որոշվել է, որ դուք այդ տարբերակները ձեր գրառած պետք է փոխանցեք ադրբեջանցի գործընկերներին։ Կասկած չունեմ, որ փոխանցվել է, իհարկե փոխանցվել է, ինչ աստիճանով են օգտագործել, մենք այսօր չգիտենք, բայց կան որոշակի պահեր, որ ասենք բնականաբար ադրբեջանցի գործընկերները հասկանալու, որ սա հայկական էպոսն է բնորոշ, ինչպես ասենք Քյորոլու կայծակի թուրը, հա? Ելդերեմ քլնչը։ Սա բնորոշ է մենակ այս տարածաշրջանին, Թուրքիայում չկա դա։ Մյուս պատումներում չկա։ Ուրիշ տեղերում Քյորոլու թուրը Զիլֆիգարն է,
Զիլֆիղարը Մուհամեդի երկսայր է, այս կողմում կայծակե թուր է։ Թուրքեցակին, հա։ Ադրբեջանցի գործընկերները շատ արագ հասկացել են Սասնածռեր եւ այլն, թուրքեցակին է եւ 40 թվականին եթե կա հրատարակության մեջ ռուսերեն մեջ մոլնիա, հաջորդական հրատարակություններում այլևս մաքրված է, այսպես գոյություն չունի։ Երաշտական պահը, այո, Արմեն Տիգրանյանը շատ մոհեր, բայց ոնց որ կանայանցին պարտադրվեց, նույն ձևի որոշվեց, որ ընդհատում եք։ Ուզեիր Հաջիբեկովը ինքը արդեն գրում է Քյորոլի օպերան։ Վերջացավ։ Սամվել ջան, շատ շնորհակալություն, ֆանտաստիկ նյութ է։ Ձեր աշխատանքին, չգիտեմ, շատ կարևոր ուժ, եռանդ, միջոցներ, հնարավորություններ, ֆինանսներ, որ կարողանաք դա հաջողության հասցնեք, որտեղ շատ կարևոր հարց է։ Վերջին հարց ունեմ, շատ այդպես բոլոր հյուրերին հարցնում եմ, ավանդական հարց է, ինչու զբաղվել պատմությամբ, ինչու զբաղվել հումանիտար գիտություններով, որտեղ հիմա մի քիչ բան է, մարդիկ հիմնականում ասում են, որ ավելի ճիշտ է զբաղվել այն գիտություններով, որոնք անմիջական արդյունք են տալիս։ Ֆիզիկա, քիմիա, չգիտեմ, ինժեներական գործ եւ այլն։ Արեցի տեսար արդյունքը։ Մեր գիտությունները մի քիչ ավելի, այսպես, արդյունքը շոշափելի չի։ Ձեր կարծիքով ինչու զբաղվել։ Բարդ հարց է։ Շատ բարդ է, հա, ես հասկանում եմ։ Հարգում եմ բոլոր ֆիզիկոսներին, քիմիկոսներին, մաթեմատիկոսներին միանշանակ։ Իմ ընկերներն են, շատերը կան։ Գիտեք, շատ հետաքրքիր բան է ստացվում, որ երբեմն իրենք են որոշում զբաղվել հումանիտար առարկաներով։ Շատ տարածված է, ճիշտ է։ Իրենց մտածողությունն են բերում, այդում նաև բանալության մեջ շատ հետաքրքիր դրսևորումներ են լինում եւ կարելի ասել նույնիսկ երբեմն բավական արդյունավետ։ Եվ լավ է, որ մարդը այդպես շրջադարձ է կատարում։ Ես մի փոքր ուրիշ տեսակետից ուղղակի հարցը ձևակերպեմ, տեսեք, որպես ժողովուրդ, բավական ծանր ճակատագիր ունեցած ժողովուրդ ենք, տեսեք, մենք ընթացքում խոսեցինք իրար հետ, որ մեր ժողովուրդը տրավմա է տարել, ցեղասպանություն, եւ մենք շատ դժվարությամբ ենք մոտենում թուրքական նյութին, եւ ընդհանրապես թուրքական նյութին, որը որ պարադոքս է, չի կարելի։ Ասենք մենք Կենտրոնական Ասիայի թուրքական ժողովուրդների հետ երբեմն նույնիսկ ավելի լավ հարաբերություններ կարող ենք ունենալ քաղաքական, առևտրային եւ այլն, քան թե շատ այլ թուրքական պետություններ։ Այնուամենայնիվ 70 տարի մեկ պետության մեջ ենք ապրել։ Համաձայն եմ։ Եվ որոշակի, ասենք, ատաղց կա մեր ու իրանց միջև։ Չի կարելի այսքան դա տարածել։ Եվ բավական երկար դադարից հետո, ասենք, պետականությունն է վերականգնվել։ Այս տեսակետից, գիտեք, պատմությունը, այո, ինքը պետականաստեղծ գիտություն է։ Ովքեր որ չեն ունեցել պետականություն, ստեղծում են պատմություն։ Պատմության միջոցով ստեղծում են իրենց պետության պատմությունը։ Մենք դրա կարիքը չունենք։ Արհեստական, պատմական, այսպես հարստացում ապահովել հայ ժողովրդի համար, սա գիտեք մեծ հանցագործություն է մեր նկատմամբ։ Մեր եղածը մեզ բավարար է։ Այո։ Պետք չէ այլոց պատմությունը, մշակույթը վերագրել, ամեն տեղ փնտրել հայկականը։ Երբեմն դա նորմալ է, այո, բայց պետություն ունեցող ժողովրդի համար դա արդեն չի կարելի, ուղղակի չի կարելի։ Հպարտանալ ինչ որ մեծ հայտնի օտարազգի անհատի մեջ ինչ որ մի քանի տոկոս հայկական կաթիլ արյուն ունենալու համար, սա գիտեք պետություն ունեցող ժողովրդին հարիր չէ, բնորոշ չէ, մենք արդեն պետություն ունենք։ Երկար ժամանակ, այո, պատմությունը, պատմական առարկան, մեր գրականությունը, մեր արվեստը, սրանք պետք է լինեն մեր պետականության հիմքերը։ Ճիշտ է։ Տեսեք, մենք ասում ենք Այբենը ամենտար հայ զինվոր է։ Այո, այդպես է։ Մեսրոպ Մաշտոցը պատմական առաքելություն է կատարել։ Մեզ տվել է Այբուբեն բավական մեծ առաքելություն, եւ այդ առաքելությունը այսօր էլ շարունակվում է։ Մեր պետականության ամրապնդման համար, այո, անհրաժեշտ է։ Մենք պետք է լավ իմանանք մեր հարևաններին, մեր տարածաշրջանին, չճանաչելը հարևանների մենթալիտետը, էթնո-հոգեբանական կերտվածքը չճանաչելը մեզ հանգեցնում է անխուսափելի աղետների։ Մենք թերագնահատում ենք իրանց։
Երբեմն կարող են կերակրել, վերջն արդյունքը նույնն է։ Մենք տապալվում ենք։ Ճանաչում իրենց եւ դրա համար սխալներ են կանում։ Ճիշտ եք։ Պարտադիր։ Լիովին համաձայն եմ։ Հիմնականում սա։ Շնորհակալ եմ Ես ձեր եմ աշխատանքի համար եւ որ եկաք ինձ հյուր եւ հաջողություն ձեր աշխատանքում։ Շնորհակալություն հրավերքի համար, հաջողություն բոլորիս։